Արմնուր լրատվականի նկարանող խումբը Էրեբունի վարչական շրջանի Մուրացան 109 հասցեի բնակիչների ահազանգով կրկին գտնվում է հուլիսի 18-ին տեղ ունեցած աղմկահարույց կրակոցների դեպքի վայրում։ Բնակիչները վախեցած են, դեպքից անցել է 3 օր, սակայն նրանց վախը դեռ չի անցել։ Ըստ բնակիչների, եթե 1 տարի առաջ տեղ ունեցած դեպքին կրակոցներին իրավապահները համարժեք գնահատական տային, ապա այսօր չէր տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ, եւ 20-ամյա տղան չէր մահանա։ Այսպիսով Երևանի այցբակը հերթական անգամ հայտնվել է քրեական հաշվեհարդարի կիզակետում։ Մի վայր, որտեղ մարդիկ պետք է հանգիստ ապրեն, երեխաները խաղան, ծերերը զբոսնեն, երեկոյան ժամերին վերածվել է կրակոցների թատերաբեմի։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պաշտոնական տեղեկության համաձայն հուլիսի 18-ին ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Երևանի Մուրացան 109 հասցեում տեղի ունեցել հրաձգություն, որի հետևանքով կա զոհ։ Արմնուր լրատվականը պարզել էր, որ դեպքի վայրում հայտնաբերվել է չպայթած նռնակ, ինչի պատճառով տարածք է ժամանել սակրավորների խումբ այն վնասազերծելու նպատակով։ Արմնուր լրատվականի բացառիկ կադրերում երևում է, թե ինչ խուճապ է տիրել կրակոցների պահին։ Տարեցկինը փորձում է փախչել վտանգավոր գոտուց, իսկ դեպքից հետո ամբողջ տարածքը մեկուսացվել է իրավապահների կողմից։ Այս բակում ապրող մարդիկ Արմնուր լրատվականին պատմեցին, որ իրենց անվտանգ չեն զգում։ Նրանց խոսքով երեկոյան ժամերին դուրս գալուց վախենում են, իսկ երեխաներին բակ իջեցնելը դարձել է ռիսկ։ Պարզապես թույլ չեն տալիս։ Մենք մի քիչ այն կողմ ենք ապրում, Թանգարանի կողքը, հետո իմացանք ահավոր էր իհարկե։ Հետո իմացանք, որ այդ տղան հենց այնպես անցնելուց ա եղել։ Ոչ մի հարցում կապ չի ունեցել այդ կռվի մեջ, ուղղակի պատահական իրան ա կպել։ Իհարկե ցավալի է։ Այս դարում կարելի է, որ sense վերցնեն ու բեսպրեդել կրակեն բոլորին։ Այդ շենքի տակը չեմ ուզում ինձանից դուրս գա, խաղատուն է։ Ամեն առավոտ, որտեղից ուզում ենք անցնենք, ոնց որ չես կարող մեքենաների հետ կարանքով անցնես։ Մի քանի անգամ եկել են, փակել են, մի քանի օրով, երևի ինչ որ դեպքեր եղել է։ Փակել են ու նորից բացվել է, դրա իմաստը ինչ էր։ Նշանակում է չեն կարողանում բրեքը։ Բայց իմ աղջիկս այդ շենքում է ապրում։ Ես սրտաճակ եղա, որ զանգում եմ երեխեքը տունն են, իսկ թորնիկս 5 րոպե առաջ է հենց այդտեղով անցել։ Գնաց այդ ունաս հասել է պատժես ու այդ կրակոցներն եղել։ Բա որ իմ երեխեն է տեղալներ։ Ամբողջ գիշեր մարմինս դողում էր։ Բա հանգարց այդ երեխեն է տեղալներ։ Այդ խեղճ երեխու նման ինքն էլ զոհ էր դառնալ։ Երևի որ ստեղա կպցրած հենա, տեսեք սև լենտը կպցրած է։ Ես իրան չեմ ճանաչում, բայց ահավոր էր արյունը ստեղծեն լցված գետնին։ Ահավոր էր։ Մարդը ինչ երազանքով տնից դուրս է գալիս ու ինչի առաստ գալիս։ Ես տելևիզոր սերիալ էի նայում, հետո այդ գմփոսները, որ լսեցի կրակոցները, մին դոմ, ես իմացա այս վաքսից կամ բանա, որտեվ ինչ-որ ժեշտի ձեն լսի, որ կաստրուկ շուր կար բանասի, կանայցի բան չկա, աշկս ընկավ, դե մեքենաներս դե կանգնում են, տենամ են մի մեքենայի լուսա մարգած ալում, գլուս հանեցի դուս, դեմը տեսա, որ կրակած է էլի։ Ես դրան ոչ մեկին չեմ ճանաչում, իմ նայելս մենակ ստեից է, այն էլ օդ շնչելու համար կամ արևին մեկ դուս եմ գալի, դե վիտամին, ես ոչ կարգին հետ, այս ավտոն, սենց ավտո էր կանգնած ընդե, հլը չեր երևում, որ ընգած մարդ կա, այդ տղեն էնյանից լուկի մոտ էր հենց ընգած, հետո լսեցի, որ սպանված մարդ կա, Մենք լասեցին, ինձ լասեցին տնից դուրս արի, ձեռով բան արին, սենց, դե տեղի կանգնած տղաներից էին, չտեսայլով է, սենց արին ուղակի, որ դուս եկա իմացա ուզում են աստիճանների վրա ինչ-որ բան ասեն ինձ, էլի, բասին տնից դուրս արին, դե բան են դերը պայթուցիկ, որ հանգարց պայթի, դե ես կվիրավորվեի, չէ, մոտիկա տունը։ Ես ճիշտ ասած էդի կարած չնկարեց, երկաթ գծի աշխատող եմ եղեն ռաժոգները, որ նվագում են, որ քշերով Դրա համար ես ջոգեցի, տու, այտենց, 3 հատ, 9 հատ, ու թե չէ որ ասում են 30 հատ դժվար թե կրակոց այդքան հաշվելու լինի, սխալ չեմ ասում, չէ, այն մոմենտին ինչ իմացան այդքան։ Կրակոցները շատ են եղել ամեն դեպքում։ Շատ են եղել, տարածված էր, ստեցող 5 հատ մենակ ստեղ էր, մի հատ ընդեղ էր, 2 հատ ընդեղ էր։ В общем, տարածված է եղել։ Ջայել երեխեք կանգնում են ստեղ, բայց նրանք նենց խելոք երեխեք են, ասենք,
Երբեմն նկատել եմ, ասենք, մեկը մեկին արևա ծաղի առնում, ասենք, սաղին հյուրասիրում են կամ գալի տենում իրար համբերելով։ Ինչ նկատես, երեխեք են էլի, հավաքում են, չգիտես ինչ են գալիս։ Դες չի կարելի, որ օրեքան ինչ որ լսում ենք տելևիզորներով, բանով, ինչքան զոհեր, ինչքան կրակոցներ, ինչքան ջրի մեջ խեղդվողները, դες չի կարելի։ Որ ոնց որ ցույց տաս, հեռուստացույցով ոնց որ մարդիկ սովորեն, ոչ թե զգուշանան էլի։ Ճիշտ չեն անում։ Նմանավան այդ ձենքերը, որ մեծից փոքր լրիվ ունեն։ Շատ վատ է։ Ես այդքան վախեցող կին չեմ, բայց այդ որ ասենք տնից դուրս արի պայթուցիկ, ինչ որ մեկը պայթել է, երկրորդը մանենեկե սնայպերները գտել էին էլի։ Միջև այդ ժամը ես դրսում կանգնած եմ եղել։ Այդպես բան ես չէի տեսել հələ այդ տեպի կրակոցներ, երբեմն նլում է էլի, ասենք ծնունդ բան են անում, կրակում են, ես տենց պատկերացրի, ասես որ աննորմալ է, ասենք ուժեղ կրակում։ Ասենք ուրախության կամ ասենք երեխա ծնվում անում են, չեն ասում էլի, բնակիչներ են կարող վախենալ։ Ես այդ բանից ելնելով եմ ասում, որ զենքը չի կարելի օգտագործել։ Այսպիսով Արմնուր լրատվականը պարզեց, որ Էրեբունի վարչական շրջանում հնչած 30-ից ավելի կրակոցները խորը պատմություն ունի, որի արդյունքում սպանվեց 20-ամյա Վահե Մկրտչյանը եւ վիրավորվեց 15-ամյա Գ Մարգարյանը։ Արմնուր լրատվականը իրավապահ շրջանակներից պարզեց, որ կա վարկած, գործն ունեցել է կազմակերպիչներ, որոնց ինքնությունը դեռևս չի հրապարակվում։ Ըստ նախնական տեղեկությունների դեպքը կարող էր առնչություն ունենալ բնակելի հատվածում գործող խաղատան հետ, որը միջադեպից հետո փակվել է։ Նույն աղբյուրների համաձայն անձը, որի նկատմամբ ըստ ամենայնի ուղղված է եղել հարձակումը, դեպքի վայրից հեռացել էր կրակոցներից մոտ 10-15 րոպե առաջ եւ կրակոցները իրենց նպատակին չեն ծառայել։ Աննորմալ լսել եմ։ Հա։ Շատ եմ լացել, շատ եմ վախեցել։ Տղային ճանաչում եք Վահեի, երբևիցե տեսել եք։ Միշտ հոստեղներն են ընկերներով։ Խմբով ընկերներով հոս անգույնը գլինե կամ հոն գլինեն կամ ներսը աթորներ գապ հա այգի։ Պատկերացրեցիք, որ ինքը հենց կրակոցներ էին, հա, այդ պահը պատկերացրեցիք, թե հետո Հումպիցային գրագոց, ես գարձեցի որ թուրքերը հոս հարցական, ասում եմ թուրքերը ինչ գործ ունեն հոս։ Միտքից զայրեն չանցա որ դենց բան գլինի։ 15 տարեկան չգիտեմ վիրավորված։ Աննորմալ է, այսինքն բան Հայաստանին երբեք չի վայելել հայերուն։ Մենք որպես լավ անուն իբր տեղանել ենք, բայց ամաչում եմ որ հայ ես, լսում եմ որ հայ մասանգան է։ Շատ եմ ամաչում։ Իսկ դեպքից հետո արդեն վախենում եք, հա դուրս գալ։ Հա, վախենում եմ։ Որովհետև իրենք ռումբար կործածել են եւ ասանք մեծ զենքը որ յետևի գել է ադի արդեն նորմալ մարդու բան չի խումբով ուզել են մերցնել ինչ որ Facebook-ով դեզել եմ դենց բաներ այստեղը պետք է այստեղը լրիվ զինվորները կան այս հարցը լուծեն Որտեղը այստեղը ինչ որ գդարվում է խաղատունը որ բարբերաբար խաղում են Եթե կարողություն ունենամ հավատացեք այստեղին գերտամ ուրիշ դուն ես կարողություն չունեմ որտեվ այսօր շարունակությունները գատեր այս դերտենց չի վերջացավ ինչս էլ է ռուկնել ինչս էլ է անմեղ դեղը մեկը կալած դեղը իրենք ավտոները չարթվին բադերը ձագ եղել են շատ վատ է էսի հույսով եմ որ հարցերուն համանտեր լուծումը կգտնան վախով ելնել մտնել էդի արդեն կյանք չի վախով ելնել մտնել դենց միշտ աչքիս արջևն է այդ ցայները բան դերես չեմ անտարդած Միան որ դենց բադուհանես անգոմով են դե մենք երկու տուր ունենք մի այստեն մի հատ կողմեն հույսով եմ որ մի բան կանեն որ չի գրտնվի այստեղ ամեն տաղը վախծավ այսինքն վախ արդեն ինքնին հիվանդություն կբերեմ մարդուն մարդ գիտե էդի Հույսով եմ այս հարցը գլուծվի էլ չի գրտնվել Այսօր Բաքում արդեն լռություն է բնակիչներից մեկը սպանված Վահեի հիշատակին նրա ընկած վայրում մում էր վառել իսկ Բաքի լռության հետևում մարդկանց վախն ու անորոշությունն են այստեղ ապրողները մեկ հարց ունեն Վահեին այսօր հանձնեցին հողին արդյոք սա վերջին կրակոցներն էին թե նրանք կրկին ստիպված են լինելու ապրել հերթական ողբերգության սպասումով